Վարդանիկի երազը։ Վերջապես ինքը նորից Գյումրիի քաղաքապետ է, նույնիսկ աշխատասենյակն է հասցրել կահավորել։ Գրասեղանի վերևում Պուտինի լուսանկարն է, սեղանին Աստվածաշունչը, որի համար որպես էջանշան օգտագործվում է Կոմունիստական կուսակցության մանիֆեստը բրոշյուրը։ Դիմացի պատի մեղից կախված են իր պատմական կեպին ու «Առաջ Հայաստան» գրությամբ սպիտակ շարֆը ՀՀԿ զինանշանով, իսկ ահա կարմիր անկյունը մի քիչ նեղվածք է, վերևում սրբապատկեր է, կողքին Լենինի նկարը, ներքևում փոքրիկ սեղանին Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը, վրան «Սլավա ԿՊՍՍ» գրությամբ կարմիր եռանկյունի դրոշակը և 3 հատ թզբեհ։ Մի խոսքով, ամեն ինչ լավ է, միայն քաղաքացիների ընդունելության օրն է մի քիչ պրոբլեմատիկ, որովհետև բանտապանը նախ պիտի բացի բանտախցի դռան վրայի փոքրիկ պատուհանը, վալչոկը, որից հետո քաղաքացին պիտի այդ պատուհանից ներս հրի տուլիկը և միայն դրանից հետո ինքը կարող է որոշել ներս թողնել հերթական քաղաքացուն, թե ոչ, եթե իհարկե բանտապանը թույլ տա։ Ու հանկարծ, մինչ ինքը հերթական նամակն է գրում Պուտինին, առանց բանտախցի դուռը ծեծելու ներս է մտնում տեսուչն ու տեղեկացնում, որ իրեն 2 ժամով ազատ են արձակելու։ Պարզվում է, կրթվելը նորաձև է շարժման շրջանակներում Գյումրի է ժամանելու Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ուղեկցությամբ, և ինքը, որպես քաղաքապետ, պարտավոր է աղ ու հացով դիմավորել նրանց։ Հարց չկա, ընճի Գյումրին ըդպեսներին է աղ ու հացով դիմավոր է։ Ներքուստ ցնծալով ասում է ինքը, կեպին քաշում գլխին, շարֆը գցում վզին ու դուրս վազում։ Արարողությունը սկսվում է։ Ճիշտ է, այնքան էլ հեշտ չէ առանց ձեռնաշղթաները հանելու պահել աղ ու հացով սկուտեղը, բայց ինքը հանուն Գյումրիի պայծառ ապագայի մի կերպ դիմանում է։ Բայց Նիկոլը հացին ձեռք չի տալիս, փոխարենը պիջակի ծոցագրպանից հանում է պերաշկին, մտցնում աղամանի մեջ, հավեսով կծում, ապա ձեթոտ մատները մաքրում իր վզի սպիտակ շարֆի վրա։ Դիմավորողների շքախմբում կանգնած Մարտուն Գրիգորյանը քթի տակ ծիծաղում է ու ինքը չի դիմանում։ Ծո Մարտունիկ, քո երած ֆոկուսը քո դուրն եկավ, իմ համար խելոք կապրեի, ինչը խնձի քաղաքապետ դարձրիր։ Բա դու չէիր 2018-ին գոռում քայլ արա մերժիր Սերժին, էս անգամ էլ մերժեիր, էդ օրը չէիր ընկնի, ծիծաղում է Սարիկը։ Իսկ այդ ընթացքում Աննան պայուսակից հանում է անձեռոցիկը, ներողամտորեն ժպտալով Նիկոլի ականջին շշնջում. կրթվելը նորաձև է, ու սրբում նրա ձեթոտ շուրթերը, ապա նույնքան կամացուկ շարունակում. Էս Ալեքսանդրապոլ հյուրանոցը էս ինչ սիրուն ա, արի հատիկ հետ բերենք։ Ինքը ուզում է գոռալ, բայց կոկորդից ոչ մի ձայն դուրս չի գալիս։ Արի գնանք Գյումրեցու թասիբ ռեստորանում մի կտոր հաց ուտենք, համել կքննարկենք, պատասխանում է Նիկոլը։ Արդեն մի շաբաթից ավել ա էդ ռեստորանը փակվել ա, խոնարհաբար տեղեկացնում է Սարիկը։ Արթնանում է ԴՀԿ աշխատակցի դռան թակոցից։